Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն, ամռանը։ Ութսունականների վերջին Խորհրդային Միությունում կային երկրներ եւ ռեգիոններ, ովքեր ասում էին իրար հետ կարողացան պայմանավորվել, ասին եկեք կենտրոնանանք մեր անկախության եւ պետականության վրա եւ այն բոլոր հնարավոր հարցերը, որոնք կարող են մեր միջև կոնֆլիկտի բերել, եկեք այդ հարցերը ուղղակի մենք դրանց վրա շեշտ չդնենք։ 1988-ին սկսված Արցախյան շարժումը ԽՍՀՄ-ի ներսում լուծման տարբերակ ուներ։ Այն կարող էր լուծվել, քանի որ ԽՍՀՄ պատմությունն ուներ օրինակներ, երբ տարածքները մի միութենական հանրապետությունից մյուսի կազմ էին անցել։ 1991-ի դեկտեմբերին Արցախի հարցը դարձավ հայ-ադրբեջանական միջազգային հակամարտություն, եւ արդեն 1992-ին ԵԱՀԿ-ն սկսեց զբաղվել դրանով, եղան բազմաթիվ հանդիպումներ։ Ի վերջո հանգեցին ավելի աշխատունակ ձևաչափին, եռանախագահությանը։ Եվ այս ամբողջ ընթացքում 1992-ից մինչև 2020-ի գարուն փորձ էր կատարվում կողմերի դիրքորոշումները մերձեցնելու եւ այդպիսով պատերազմը բացառելու։ Երբ այս վարչախումբը եկավ իշխանության, փոքրիկ ու կարճատև խաբկանքի շրջան ձևավորեց, թե իբր զրոյական կետից են սկսում, կամ լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին։ Այս ամենի նպատակը մեր գրեթե 30-ամյա պատմության ոչնչացումն էր, այլասերումն ու վարկաբեկումը, որի հիման վրա արդեն կատարվում է ներկայիս գործը։ Այսինքն սրանք ասում են, թե իբր խնդիր որպես այդպիսին գոյություն չունի, հակամարտություն չկա, կային պարզապես Արցախում ապրող եւ գոյատևող հայեր, որոնք սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքներ ունեին, ընդ որում նույնիսկ դրանցով չէին զբաղվում։ Պետք է արձանագրել, որ 7 տարի առաջ սկսված հեղաշրջումը հաստատուն քայլերով իրականացնում է իր առջև դրած նպատակները։ Գունավոր հեղափոխությունների շարքում մենք վերջինն ենք, մեզնից առաջ արաբական երկրներն են կամ օրինակ Մոլդովան։ Սրանց բոլորի նպատակը եղել է այդ երկրներում ազգային հայրենասիրական ուժերն ու կառավարությունները ոչնչացնելը, որոնք կարող են կարծել, թե այս միաբևեռ աշխարհում իրենք ունեն իրենց տեղն ու ինքնատիպությունը, քաղաքական ուրույն շահերն ու քաղաքակրթական եւ մշակութային կերպարը։ Հեղափոխության, ազատության, ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ սկսված մեծ շարժումը, կախված տվյալ երկրի առանձնահատկություններից, նպատակ ուներ հլու հնազանդ դարձնելու այն երկրները, որոնք ազգային նպատակներ են հետապնդում։ Հայաստանում ազգային նպատակ կար՝ հարևանությամբ այլ երկրի տարածքում կոմպակտ բնակվող հայության քաղաքական ինքնորոշման իրավունքի իրացումը։ Այս պատկերը հարկավոր էր միաբևեռ աշխարհին վերջնականապես իր տիրապետությունը հաստատելու համար։ Պարզապես Ռուսաստանը ոսկորի պես մնաց կոկորդին։ Ռուսաստանում եւս փորձեր արվեցին բավական համակրելի կերպարներով առաջ տանելու նորացման եւ ժողովրդավարացման գործընթացները, բայց այնտեղ դա չհաջողվեց։ Եթե այնտեղ հաջողվեր, հաջորդը Չինաստանն էր լինելու։ Պետք է հասկանալ, այս իրավիճակում հայ ժողովուրդը կկարողանա իր մեջ ուժ գտնել կանգնեցնելու այս ընթացքը։ Խնդրի արմատը Հայաստանում չէ, մեզ մոտ խամաչիկային կառավարություն է, որը կատարում է արևմուտքի պատվերը եւ հիմա էլ փորձում է խորացնել այդ հակադրությունը։ Պետք է հիշել Արցախյան շարժման ակունքները, հասկանալու, որ պատմական կեղծարարությունն արմատից է գալիս։ Ավագ սերնդի շարժումը, զոհողությունները ներկայացվում են որպես ագրեսիա։ Մյուս կողմից այլ կերպ չեն կարող արդարացնել իրենց կողմից այս զիջումները, նահանջը, հրաժարումը, ուրացումը, դավաճանությունը։ Սա ազգային շահերի ուրացում է եւ աշխարհում հիմա չկա երկրորդ պետություն, որտեղ կառավարությունն արդեն 4 տարի է մեթոդաբար ուրացման քաղաքականություն է իրականացնում։ Ամենաազդեցիկ ահազանգը մեր դերևս քնած շատ հայրենակիցներին Ալիևն է տալիս։ Նա պարզ ասում է, թե մեզ հետ ինչպես է վարվելու։ Սա շատ մեծ ծրագրի փոքր տաժն է։ Ոչ մի զիջում մեզ խաղաղություն չի բերելու։ Մենք արմատական սխալ ենք կատարում, երբ պատերազմների շրջանում ոչ թե հաղթանակից ենք խոսում ու հանուն հաղթանակի ենք պայքարում, այլ խաղաղություն ենք մուրում։ Ես չգիտեմ, ոնց որ Նիկոլը ինադու եկել է ամեն վատը անելու հայ ժողովրդի համար։ Ես արդեն այդ մտքին եմ, հասկանում եք։ Ես չեմ հասկանում, այս երկրի մեջ ճշմարտություն գոյություն ունի, թե չէ, թե հենց եկավ լոզունգ արեց մի հատ Վեշմեշոքսը սկսեց ուսին եկավ խափեց, սաղին վերեց, հավաքեց գլխին ու ոչ մի բան չար։ Իր ասածներից ո՞րն է կատարվել այսքան ժամանակ։ Ոչ մի բան։ Մի հատ բան չի կատարել իր ասածների մեջից այդ մարդը։ Ու մենք ուզում ենք այդ մարդուց լավ բան սպասենք, որ նա կառավարի, ինչ կարա կառավարի։ Եթե մի մարդ չի կարող իր տունը կառավարի, ոնց կարա երկիր կառավարի։ Ով այրան թույլ տվե որ գա սենց բաներ անի։ Ճիշտ չի անում։ Պետք չէ։ Մենք միշտ պետք է պայքարենք Թուրքին թույլ չտանք, որպեսզի մենք իրեն մոտ թույլ լինենք։ Որպեսզի հայացքը վերանա։ Վերջնական է դա ծրագիրն է տանում է։ Հազարամոտ իրեն։ Ինքը այսօր երկիրի ղեկավար է, մեկ խոսքով ինքը թուրքերու ծառա է, թուրքերուն թելաթրածը ինքը անում է։ Թուրքին չհասածը ինքը արդեն
թուրքերու խամաճիկն է, թուրքերը ինչ ասում են, մեկ խոսքով անում է։ Նրա պետք է գենետիկա անալիզ անել, տեսնել նա հայ ազգի հետ կապ ունի թե չէ։ Ես համոզված եմ, որ չունի։ Ինքը ընտրել է թուրքական քաղաքականություն ու ավելի շուտ մեղմ ասած ինքը թուրք է զուտ դրա համար։ Եթե ինքը շատ քիչ շատ չնչին հայ լիներ, ինքը իրեն թույլ չէր տա նման պահվածք ու նման արտահայտություններ։ Եթե հայ ազգը մտածում է իր ապագայի մասին, պետք է զուտ օր առաջ մտածենք իրեն հեռացնելու մասին։ Թուրքիան ցանկանում է Ռուսաստանի հնարավոր եւ մեզ համար ցանկալի հաղթանակի դեպքում դառնալ բազմաբևեռ աշխարհի առնվազն տարածաշրջանային առաջնորդը, թուրքալեզու պետությունների թյուրքական աշխարհի լիդերը։ Նրա ճանապարհը մինչև Կենտրոնական Ասիա ու Արևելյան Չինաստան անցնում է Հայաստանով։ Մեր հրապարակախոսության մեջ միշտ էլ ասվել է, որ Հայաստանը սեպի պես խրված է թուրքական աշխարհի մեջ։ Այսօր մենք ոչ միայն սեպ ենք, այլև մեր առջև դրված է այդ սեպը ոչնչացնելու կամավոր հանձնառություն։ Պետք է կասեցնել այդ աղետաբեր ընթացքը եւ հնարավորինս շուտ։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։